Բարեփոխում, օրինակ, համընդհանուր հայտարարագրման համակարգով մենք կարգավորում ենք դնում, որ քաղաքացին հայտարարագիր լրացնելուց հետո որոշակի գումար կարողանա նվիրել որոշակի լրատվամիջոցի եւ հասարակական կազմակերպության, որպեսզի նաեւ քաղաքացիները իրենց քվեարկությամբ եւ ֆինանսավորմամբ լրատվամիջոցներին հասարակական կազմակերպություններին աջակցեն։ Եվ այլն եւ այդպես շարունակ, այսինքն ես որ Հայաստանը դիմի Եվրոպական միություն, ես որ Եվրոպական միության պաշտոնյա ինքը նայելով քննարկելով օբյեկտիվորեն ասեմ, որ մենք այսօր պատրաստ ենք, ոչ մենք մենք բարեփոխումները պիտի շարունակենք եւ դա այդ օրենքի միջանոց նաեւ շատ հստակ եւ շատ վառ արտահայտություն այն բանից, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհից չենք հրաժարվի ոչ մի պարագայում, չենք հրաժարվի ոչ մի պարագայում, որովհետեւ ժողովրդավարական բարեփոխումները բարդություններ են, վերելքներ ունեն, վայրէջքներ ունեն, բայց ռազմավարություն Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար